168 թեմի հարգելի հետևողներ, կզրուցենք տնտեսագետ Հրայր Կամենդատյանի հետ։ Պարոն Կամենդատյան, խնդրեմ նաև ասեք, թե ինչ ուղերձով եք այսօր միացել այստեղ գտնվող քաղաքացիներին, արդյոք այդ մտահոգությունը նաև դուք ունեք, որ հնարավոր է այսպես սադրանք լինի եւ վեհապարին հենց օդանավակայանից տանեն այսպես։ Իհարկե չի լինելու նման բան։ Մենք 1905 թվականի Գաբոն քահանայի ընդհանուր տարիներում չենք ապրում։ Այստեղ իմ առաքելությունը, իմ ներկայությունը, մնացած մարդկանց առաքելությունը եւ ներկայությունը դա ավելի շատ այն հարցն է, որ եկեղեցին եւ պետությունը իրարից անջատ են եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը դեռևս ոչ չի արկախել։ Իհարկե որոշ մարդիկ կամ խմբեր փորձում են անկախության հռչակագրի ձևով դա որոշակի խմբագրումներ իրականացնել, բայց կարծում եմ հաջողության չեն հասնելու։ Մեր վեհապարը դիմավորելու ենք, լավ ենք անելու, պես ամբողջ խնդիրը եւ ուղերձը հիմնական դա է, որ պետք է եկեղեցին եւ պետությունը իրենց անջատ լինեն, մնացած բոլոր հարցերը պետք է լուծվեն ծիրի մեջ։ Նայեք, պրագմատիկ որպես նաև մասնագետ, հանգուցալուծում կոնկրետ այս փուլում ինչպես եք տեսնում։ Հասկանալի է, որ ցանկալի է, որ այդ տիրույթում լուծվի հարցը։ Ամեն դեպքում տեսնում ենք, որ չէ, այստեղ հաճախ շրջանցվում են օրենքները, շրջանցվում է սահմանադրությունը։ Ինչ անել, որ այդ այսպես կոչված նոր Հայաստանի օրինաչափությունը չվերաբերի նաև Մայրաթոռին։ Նոր Հայաստան չկա։ Իրենց ասած։ Չէ, իրենց ասելը քիչ է, որտեղ կա հավերժական Հայաստան, հավերժական Հայաստանում էլ, եթե նույնիսկ մենք չենք ունեցել պետական կազմավորում, պետական կառուցվածքներ չենք ունեցել, այժմ եկեղեցին փոխանել պետական գործառույթներին, այս մարդիկ ովքեր որ փորձում են հոգևոր իշխանության վրա ինչ-որ ճնշումներ, բանսարկություններ, զանազան մեթոդներով ինչ-որ աշխատանքներ տանել, այդ մարդկանց խորհուրդ եմ տալի պարզապես դուրս գալ այդ թեմայից, որովհետև այս ամբողջ պատմությունը ես գնահատում եմ որպես խայծ, որը նետվել է դեպի հանրություն, որպեսզի հանրությունը զբաղվի ոչինչ ստեղծող այս թեմայով եւ մոռանա սոցիալական կարևորագույն հարցերը, որոնք որ կարծում եմ առավել կարևոր են այս պահում, որտեղ երկու սոցիալական հարցերը պահանջում են խելամիտ մոտեցում, պահանջում են ջանքերի եւ անձնական ջանքի եւ կոլեկտիվ ջանքի համատեղում, որոնց սոցիալական խնդիրները լուծում։ Ձեր նշած խայծը այնուամենայնիվ այնքան վտանգավոր է դարձել, որ այս պահին 4 սրբազան հայ գտնվում է ծաղերից այն կողմ։ Նիկոլ Փաշինյանը իրեն իրավունք է վերապահում խմբագրելու պատարագի տեքստերը։ ԱԱԾ-ին հնարավորություն կա հրահանգ իջեցնելու, որ գնան եկեղեցականներին հորդորեն, որ Փաշինյանի ներկայությամբ վեհապար Հայրապետի անունը չննչի։ Վաղը Գյումրու Սուրբ 7 եկեղեցում չգիտենք թե ինչ է կատարվելու, ով է պատարագ մատուցելու, որ Փաշինյանին հաջող լինեցնել, բայց արդեն այնքան վտանգավոր է, որ հնարավոր է եկեղեցին չկարողանա ամեն դեպքում ինչ-որ կերպ կազմաքանդելու այդ քայլը ավելի ամուր դառնալ։ Իհարկե դե բան չի լինելու, եւ եթե դուք մտածում եք, որ ցանկացած մարդ, եթե գտնում է ազատազրկման ընդհանուր վայրերում, նա ազատությունից չի զրկվում։ Որովհետև մարդիկ հավատում են հավերժական ճշմարտություններին եւ այդ մարդիկ առավել պատրաստված մարդիկ են, տոկուն մարդիկ են եւ նրանց կրոնական ծառայության ամբողջ ընթացքում խոկումների միջոցով ընդհանրենք ճգնավորական կեցվածքի միջոցով նրանք բավականին պատրաստ մարդիկ են եւ այդ ճաղերի եթե նրանք գտնեն դա չի շարքով նրանք ազատությունից զրկված են նրանք առավել հիմա ազատ են քան երբևիցե կամ որևիցե մեկը։ Շնորհակալություն։